Արդեն լրանում է երկրորդ ամիսը Վաշինգտոնյան համաձայնագրի։ Պրոցեսը ակտիվ մնում է։ Ակտիվ ասելով ինչ ենք հասկանում։ Գործնական փուլ։ Համաձայնագրից հետո երկրների շփումներ, ուր է գնում պրոցեսը, եթե կան այդ շփումները։ Հողի վրա գնում են նախանշված համաձայնագրի ճանապարհով, թե արդեն նկատելի են շեղումներ։ Հողի վրա գործնականում դեռևս ոչինչ չենք տեսնում։ Տեսնում ենք, որ իշխանության որոշ մարդիկ անում են իրարամերժ հայտարարություններ, ընդ որում դա անում է նախ արտգործնախարարը, վարչապետ Փաշինյանը կարծես այլ հայտարարություններ է անում, եւ այստեղ որոշակի, այո, որ շեղում է, այստեղ իրարամերժ հայտարարություններ են լինում, բայց ընդհանուր էսպես է, մերոնք ցույց են տալիս, որ խաղաղության օրակարգի հետևորդն են եւ փորձում են ամբողջ տրամաբանությունը այդ հենքի վրա կառուցել եւ ցույց տալ, որ մենք պատրաստական ենք գնալ ռեալ խաղաղության, փաստաթղթերի հիմքի վրա, որը որ Վաշինգտոնում ձեր կողմից ասվեց նշվել ուրեմն այդ մասով, բայց մենք տեսնում ենք, որ ամենայն դեպս Բաքուն մնում է իր արկածախնդրությունների շրջանակներում, Ալիևյան ծավալապաշտական նկրտումները ակտուալ են, նկրտումները կան, վերջերս նկատեցի Զանգեզուր վերտարությամբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասով երկեր են արդեն հրաբարակվում, այսպես, ու հասկանում ենք, որ դեռևս վաղ է խոսել խաղաղության մասին, գործնական փուլ որպես այդպեսին չի մտել, ես ժամանակին էլ եմ ասել, որ դա ժամանակատար շատ դժվար աշխատանք է, ուղղակի գործնական փուլի մասով կարելի ասել, որ Զանգեզուրի այդ միջանցք արեստածին տերմինի տակ Թրամփի ուղի ճանապարհի կառուցման process-ի մասին խոսք է գնացել, եթե չեմ սխալվում, պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ մինիմում 2 տարի կպահանջվի, որ երկաթ ուղին գոնե շահագործման նախնական մեկնարկի պահից, մոտավորապես այդքան, բայց մինչ այդ հարկավոր է հասկանալ, ասենք Բաքվի դիվանագիտական այդ աճպարարությունը, դա ուտվի թե չի ուտվի։ Չէ, կարող է բերել նաև Թրամփի համաձայնագրից հրաժարվելուն։ Տեսեք։ Միջազգային մամուլը երբ որ ուսումնասիրում ես, ընդ որում թարմ աղբյուրներից եւ հավաստի Տարածիորեն 1 ժամ առաջ հավաստի աղբյուրի ինֆորմացիա եմ ասում, կարող ենք հիմա միասին փորձենք վերլուծել։ Ըստ որի Թրամփը ասել է, որ մենք պետք է հավատարիմ լինենք սեպտեմբերի 25-ի հայտարարությանը, այն է, որ Արցախահայերը պետք է վերադարձի իրավունք ունենան, գերիների վերադարձի մասով Ադրբեջանը ունի պարտավորություն, որը պետք է կատարի, եւ երրորդը հայկական ժառանգությունը Արցախում, այսինքն հայկական մշակութային ժառանգությունը պետք է հայկական վերահսկողություն ունենա։ Հիմա ըստ վերջի ինֆորմացիայի դա է։ Հիմա եթե դիտարկենք, որ դա հայամետ դիրքորոշում է եւ դրա մեջ կա իմպերատիվ, ապա պետք է հասկանանք, որ Վաշինգտոնը հստակ տալիս է ուղերձ, որքան էլ գիտենք, որ Թրամփի քաղաքականությունը հիմնված է արկածախնդրության եւ շատ դեպքերում իրարամերժության հիմքի վրա, գիտեք։ Տարբեր օրվա ժամերին, տարբեր հայտարարություններ, շատ դեպքերում էմոցիոնալ, մանիպուլատիվ, բայց եթե ընդունում ենք, որ հեգեմոն գերտերության ղեկավարը, որը միջնորդել է այդ տրամաբանությունը եւ որին հավատարիմ են երկու երկրների ղեկավարները, ապա անհնար է, որ Բաքուն մատերի արանքով նայի համենայն դեպս այս ֆորմատի համատեքստում ինչ որ աճպարարությունների, որը որ դուք ասում եք։ Իսկ ինչու Զանգեզուրի միջանցքի շուրջ գրքերը չեն հանդարտում։ Չէ, կարող հանդարտ։ Ի վերջո ահագին բարձաբանումներ հնչեցին, չէ՞, ով, երբ, ինչ, հիմա։ Դե տեսեք, բարձաբանումները հնչում են, բայց ելի արձարծվող թեման մնում է ակտուալ ինչ առումով։ Զանգեզուրի միջանցք արհեստական տերմինի շուրջ կա լուրջ խնդիր, որի մասին շատ համեստորեն Զանգեզուրի միջանց տերմին չկա, կա Թրամփի ուղի։ Դե տեսեք, հիմա ադրբեջանական ոչ վերնախավը, չէ, եկեք տարանջատենք, ես էլ եմ ընդունում, որ չկա այդ, դա արհեստական տերմին է, դրա համար եմ հաշեշտում, դա արհեստական ոչ մի փաստաթղթում նման տերմին չկա, հետևաբար նույնիսկ մենք հիմա ինչ որտեղ սխալ ենք անում, որ խոսում ենք, բայց եթե դա խոսում է անմիջապես հարևան երկրի ղեկավարը, ուրեմն չենք կարող անարձագանքել թողնել։ Խոսքը հետևյալի մասին է։
Հիմա որքան էլ մենք իդեմս մեր ղեկավար անձնակազմի ասեն, որ Զանգեզուրի միջանցք ասելով ըստ իրենց պատկերացումների դա Զանգելանի հատվածն է։ Հորադիս Զանգելան։ Հա, Հորադիս Զանգելան հայտնի, հա։ Մարդը ուղիղ տեքստով ասում է, որ դա ի նկատի ունի Մեղրի հենց այդ միջանցք հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածքն է, խոսքը վերաբերում է Նռնաձորից մինչև Օրդուբադ այդ հատվածին։ Այսինքն ուրիշ Զանգեզուրի միջանցք իրենց տրամաբանության մեջ չկա, դա եւ դա ինքնախապեյություն է, երբ որ ասում է Զանգելանից մինչև Հորադիս։ Դա մինիմում, չգիտեմ, չասեմ տգիտություն, բայց սեփական ժողովրդին հանդեպ ինքնախապեյության դրսևորում է եւ մանիպուլյացիա է։ Ուրիշ բան, երբ որ հստակ ձևակերպվում է հետևյալ կերպ. Զանգեզուրի միջանցք չի կարող լինել, գոյություն չունի եւ այլն։ Ընդ որում այդ Զանգեզուր տերմինը որպես այդպիսին, ընդ որում դա երբ որ կիրառվում է, ցուցադրվում է, որ դա ադրբեջանական տոպոնիմ է։ Այդ դեպքում, երբ որ դա հայկական տոպոնիմ է, իրականում այստեղ խնդիրը ստացվում է այդ բառակապակցության դեմ պայքարն է։ Եվ այստեղ ես բազմից եմ ասել նաեւ ձեր տաղավարում, խնդիրը ոչ թե հիմա այդ բառերի հետևից մեծ հաշվով ընկնելն է, բայց ոչ էլ արհամարել է, այլ բովանդակությունը։ Ես ընդհանրապես այդ համատեքստում մեկ բան եմ ասել։ Եղբայր, հստակեցրեք, դուք բազմիցս թափահարում եք այն հանգամանքը, որ դա այո ինքնիշխան սուվերենության սկզբունքի հիման վրա եւ այլն։ Ինձ մեկը որպես քաղաքացի եւ որպես մասնագետ հետաքրքրում է ընդհանրապես մեկ հարցի պատասխան, որը լիարժեք չի հնչել առ այսօր, այդ դրա համար է դա շահարկվում է հիմա։ Այնտեղ կանգնելու են հայ սահմանապարներ, գործառույթներ իրականացնում են բացառապես հայ սահմանապարները։ Ոնց որ Բավրայում, Բագրադաշենում եւ Դե հայ-ամերիկյան կոնսորցիումն է անել։ կոնսորցիում ասելով ինչ ենք հասկանում։ Կլինեն սահմանային ծառայողներ նաև ամեն։ Համատեղ է լինելու, թե վերապահվելու է Միացյալ Նահանգների ինչ-ինչ կառույցներին։ Այդտեղ դրա համար եմ ասում, դերևս ոչինչ հստակեցված չի։ Դրա համար էլ գործնականում հողի վրա դեռ չենք տեսնում դրա արդյունքը։ Դրա արդյունքը տեսնելու ենք տարիներ դեռ անց։ Խնդիրը հիմա հստակեցնել է եւ երկրորդը, այստեղ գիտեք, տպավորություն չլինի թե այն որ ասում է օկը զաօկը զուբ զազուբ, բայց ես օրինակ մեր գործող իշխանություններին կհորդորեի ոչ թե տարբեր միջպետական հարաբերություններում այսպես կիրառելիք արդեն տերմին դարձածի շուրջ ՄԱԿ-ի ամբիոններից օրինակ ասել ես չեմ ընկալում, ես չեմ հասկանում ինչ են ասում եւ այլն։ Օրինակ դրա փոխարեն ասեն հետեւյալը, եթե դուք պնդում եք, որ Զանգեզուրի միջանց տերմին գոյություն ունի եւ այդ տրամաբանությամբ եք Հայաստանի հետ շփվում, հարաբերվում եւ այդ տրամաբանության մեջ եք պատկերացնում անավանդ անխոչնդոտ բարի հիմքի վրա։ Մի վարգյան, եթե դուք ընդունում եք նաև որ ինքնիշխանության եւ իմ սուվերենությունը հարգելով է դա արվելու, կարող է եւ այդ ճանապարհը չլինի, եթե դուք շարունակեք այդպես այդ խոսույթով ներգանալ։ Այսինքն կա այդ տրամաբանությունը ու այդ հստակ դիրքորոշումը, որ հայկական կողմը օրինակ կարողանա նման խոսույթով ի պատասխան գալ։ Ես ցավոք չեմ տեսնում, որովհետեւ ինչքան մենք չենք խոսում ու փորձում ենք արհամարել, այնքան նրանք ավելի են ոգևորվում, որ այդ տերմինը արդեն դարձրել են միջազգային հանրության օգտագործելիք տերմին։